Պարոն Թորոսյան, վերջի օրերին քաղաքացիական պայմանագիրը սկզբում առողջապահության, հետո նաև հիմա ձեր նախարարության քննարկումն է կազմակերպել եւ այս ամենը դիտարկվում է ընդդիմադիրների, նաև քաղաքագետների կողմից, որ իշխանությունը սկսել է նախընտրական շրջանին զուգահեռ Հազարությանը ասել, թե ինչ քայլեր է արել, բայց դրանք ընդհանրապես PR են եւ տակը իրականում ճիշտ տեղեկատվություն կամ ճիշտ ինֆորմացիա չկա, շատ ավելի PR-ի համար է կանում։ Ինչ եք ուզում որ պատասխանեմ, այո կամ ոչ։ Արդյոք PR չէ սա։ Հարգելի գործընկերներ, նախ ես այս հանդիպման վերջում, որը ուղիղ եթեր էր, կարծես թե մի իրական կյանքից ընդհանրապես մի օրինակ բերեցի, որ առավոտյան իմ հետ տեղի է ունեցել, որը խոսում է նրա մասին, որ քաղաքացիները մեր արած աշխատանքը ինքնուրույն անձամբ զգում են իրենց առօրյայում բոլոր ուղղություններով եւ մենք այս հնարավորությունները ու սա առաջի հանդիպումը չի, մենք նաեւ ունենում ենք կառավարության ծրագրի քննարկումներ եւ կունենանք բյուջեի կատարման քննարկումներ, պարզապես այնտեղ ֆորմատը մի քիչ ավելի սահմանափակ է ժամերի առումով, որոշել ենք ավելի լայն վերցնել եւ մի քիչ մեզ քիչ սահմանափակել, բայց միևնույն ժամանակ մենք ասուլիսներ ենք տալիս, հարցազրույցներ ենք տալիս, այնպես չի որ մենք ինչ որ բան, ես այստեղ նոր բան չեմ ասել այսօր, ասել եմ ինչ որ բազմիցս ասել եմ, ավելին նաև պատասխանել եմ քաղաքացիների հարցերին, որը էլի նաև անում ենք եւ այստեղ որևէ տարօրինակ բան չկա, բայց միևնույն ժամանակ կա թեր երևի տեղեկացվածություն մեր արած ահռելի աշխատանքի մասին, որը մենք փորձելու ենք լրացնել, այդտեղ որևէ վատ կամ պախարակելի բան ես չեմ տեսնում։ Հենց դա է, տեսեք, դուք ասացիք, որ նոր բան չկա, այսինքն նույն ինֆորմացիան էլի շրջանառության մեջ է դնում, դա ենք ասում, էլի դա քարոզարշավի այսպես տարեր ունի իր մեջ։ Ես կարծում եմ պատասխանեցի ձեր հարցին եւ կատարված աշխատանքի մասին խոսելը դա կլինի մեկ անգամ թե 10 անգամ որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես վատ, մանավանդ որ նորից եմ կրկնում քաղաքացիները իրենց առօրյայում դա զգում են եւ տեսնում են։ Պարոն Թորոսյան, ընդդիմադիր թևից ավելի հավակնոտ ծրագրեր են նախընտրական այս շրջանում, այդ ժամանակ 300,000 աշխատատեղ խոստանում ստեղծել, իշխանությունը ինչպես է նա հակադարձելու նկատի ունեմ ծրագրային գաղափարական առում։ Նախ մեր նախընտրական ծրագիրը հասարակական ժամկետում կներկայացվի հանրությանը եւ մեր ընտրողներին, երկրորդը, եթե ոմանք խոստանում են ինչ-որ բան անել, մենք դա արդեն արել ենք եւ վերջի 8 տարիներին մոտ 300,000 աշխատատեղ ենք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում եւ այդ թվերը հիմնավորվում են նաեւ բազմաթիվ անուղղակի այլ ցուցանիշներով, աղքատության նվազում, անապահովության համակարգում նվազում, գործազուրկների թվի նվազում եւ իրական եւ գրանցված եւ դրանք աներկբա ճշմարտություն են, այսպես ասած։ Իսկ ինչ վերաբերում է ուրիշների խոստումներին, դա իրանց իրավունքն է, ինչքան ուզում են թող խոստումներ տան, ես կարծում եմ մեր բնակչությունը դատարկ եւ ճիշտ խոստումները եւ կատարված աշխատանքը ինչ որ ենթադրություններից կարող է տարբերել, ել չեմ ասում, որ այդտեղ պարզ թվաբանական երբեմն ինչ որ չասեմ անճշտություններ, բայց տարօրինակություններ կան, որտեղ օրինակ նույն աշխատատեղերի մասով մենք ունենք այնքան ազգաբնակչություն, որ ունենք ես կարող եմ ասել, որ 300,000 աշխատող պարզապես այս պահին Հայաստանում ազատ, որ կարող է աշխատել, չկա։ Ներողությունը ուղղակի հստակեցում, այդ դրա հետ կապված ասում են ոչ թե իշխանությունը ստեղծել է այդքան աշխատատեղ, այլ ասում են ստվերից բերել է օրինական դաշտ, գրանցել է եւ հարգելի գործընկերներ, ես մեր հանդիպման ժամանակ չգիտեմ դուք հետևում եք թե չէ, արդեն մի քանի անգամ այդ հարցին անդրադարձել եմ, մի հատ էլ կանդրադառնամ, եթե ինչ որ մեկը պնդում էր, որ մինչ մեր իշխանության գալը կար 300,000 ստվերային աշխատատեղ, դա այդ իշխանության նախ բնութագրիչն է, որ այդպես բան եղել է, հա, այսինքն դա էլի մեր մասին չի, իրանց մասին, հա։ Երկրորդը նույնիսկ ստվերից դուրս գալը աշխատատեղը դա շատ կարևոր է, որովհետև դա մարդկանց համար սոցիալական երաշխիքները նաև պետության համար հարկ էր, եւ երրորդը այդ աշխատատեղերի ճնշող մեծամասնություն նոր աշխատատեղեր են, որը նորից եմ կրկնում, երևում է նաև այլ անուղղակի ցուցանիշներով, տնտեսության աճով, գրանցված գործատուների աճով, միջին աշխատավարձի աճով եւ այդպես շարունակ եւ այդ աղքատության, անապահովության թվերի իջեցումով։ Սոցիալական, որպես նաև սոցիալական հարցերի նախարար եւ սոցիալական արդարություն արդյոք կա այն հարցում, որ տեսեք, պարգևավճարների երբ որ բարձր մենք տոկոս ենք տեսնում, ոչ թե տոկոս, այլ գումարներ ենք տեսնում եւ մի կողմից տեսնում ենք թոշակառուների ցածր թոշակները։ Կա այստեղ սոցիալական արդարության։ Հարգելի գործընկերներ, մենք իհարկե կարող ենք անվերջ խոսել այս թեմայով, թեև
ամեն ինչ վաղուց բարձրաբանված է, բայց ես մի բան կասեմ, մի թիվ։ Մենք 2025 թվականի պետական բյուջեում պետական ծառայողների եւ պետական ապարատի պահպանման ծախսերի վրա ի սկզբանե պլանավորվածից 6.5 միլիարդ դրամ պակաս գումար ենք նախատեսել, 6.5 միլիարդ դրամ, պարզապես գիլյոտինային մեթոդով բոլորից 4% կրճատվել է, հետո տարվա վերջում դրա կեսից քիչ գումար վերադարձվել է պետական ամբողջ ապարատին եւ դրանք հազարավոր քաղաքացիներ են, հազարավոր պետական աշխատողներ են, որոնք կարևոր գործ են անում ամեն օր եւ դրանք միայն նախարարներ, փոխնախարարներ չեն, դրանք վարչության պետեր են, բաժնի պետեր են, գլխավոր մասնագետներ են, առաջատար մասնագետներ են, իրենց կատարված աշխատանքի դիմաց, որը նախապես դրված ցուցանիշների դիմաց գնահատվել է, այսինքն նախապես ասվել է, որ այս կիսամեկ այս բաները կանեք, գնահատվել է ըստ տոկոսի բաշխվել է եւ ես կարծում եմ, որ մրցունակ պետական ապարատ ունենալը շատ կարևոր է մեր բոլոր տեսակի քաղաքացիների հոգսերը հոգալու, դա կլինի կենսաթոշակառուներ, այլ քաղաքացիների եւ նաեւ նույն կենսաթոշակների բարձրացման համար, որը ուղղակիորեն կապված է մեր պետական բյուջեի մուտքերի հետ եւ այս քաղաքականությունը լավագույն կադրերին պահելու պետական ապարատում շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք արդյունք ստանալ, որտեղ այլ պարագայում նրանք թողնում գնում են մասնավոր հատվածում աշխատելու, որտեղ աշխատավարձերը կրկնապատիկ ավելի են, քան պետական ապարատում։